Ինչ որ կանեք հիմա որոշում, ինչ եք անելու դուք չի գալիս։ Եթե շարքային քաղաքացուն ոչ մեկ ոչ մի բանի տեղ չի դնում, ինչ որոշենք։ Նշանակ եթե մեզի գցենք բարձրանենք, որ հասկանան խնդիրների հարցը հասկանան, այդ ամնում, այդ են ուզում անեն։ Մեկն ու մեկը իրան վնաստավոր հասկանա, առավոտը տեղեկացանք, որ գործարանի աշխատակիցների մեկը սրտի խնդրով տարել են հիվանդանոց։ 10 օրեր մեր հետ էր մարդու հետ ինչ-որ մի հատ խնդիր է լավ։ Պարտադիր սաղի հետ մի բան լինի, всё վերջ, եթե նա բրծնի գնա։ Ինչ են ուզում, ես հասարակ քաղաքացուց չեմ հասկանում։ Մարդիկ ուրիշ բան չեն պահանջում, մարդիկ իրանց արդար քրտինքով ուզում են աշխատեն, իրանց գումարը վաստակեն, իրանց տները պահեն, ուրիշ ոչ մի բան։ Այս պահին չգիտեմ, ինչ անենք։ Ոնց հասկացա, եթե Բադալյանը չի գալի, ոչ մեկ էլ ինձ թվապես մարդ չի գա, մեզի ոչ մի պատասխան չի տա, մեզի բանի տեղ դնող չկա, այն վաղտ պետք կլինենք, երբ որ ինչ-որ մի, չգիտեմ, ընտրություն լինի կամ չգիտեմ եսի ինչ լինի, մի փոփոխություն է, այդ վաղտ արդեն շարքային քաղաքացին իրանց համար պետք է գան սաղի տները կամ դռները կծեցենք, ասեն դուք մեզի պետք եք, հիմա մենք իրանց պետք չենք, всё։ Ոնց հասկանում եմ, մենք ոչ մի բան ենք ստե, զրո ենք։ Ինչ անենք, չգիտեմ, ինչ անենք, ես այդ եմ ուզում հասկանամ։ Ինչ որոշենք, ինչ անենք, ախպեր, ես չեմ ջոգում, ախպեր, մարդ ոչ մեկ չի ուզում մտածի, ես հասարակ մարդկանց համար, լավ։ Եթե մենք գործարան, թե սպասում ենք տղեկ։ Ոչ մեկ չի իշտում։ Գնացին գործարան, մեզի ոչ մեկ էլ ստեղ ասել ասող պետք չեն, ախպեր։ Թուրքի լամուկները նստած կոմենտարյաներ են տունը պարապ գնում, ասա է ոչխարի ծնունդներ, այդպես բաներ, որ գրում եք տակը, մարդկանց դրությունը հասկանում եք, որ գրում եք, այդ թուրքի ծնունդներ, ու եթե տակ մտնում են ինչ ասես գրում են ոչխարի ծնունդները։ Եթանք նստենք, սպասենք, գիշեր ցերեկ ինչեր տոտո սպասեն։ Դու տենան հələ ինչ վիճակում է ժողովուրդը։ Եթալոնք մեր գործարան դիմաց է նստենք սուտկեքով։ Գնացինք։